Բարի երեկո։ Այսօր մենք հետաքրքիր եթեր ենք ունենալու։ Դուք գիտեք, անընդմեջ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մեր եթերները մենք քննադատում ենք, ի ցույց ենք անում բոլոր տեսակի բացեր իրավապահ համակարգում, բայց վատի հետ նաև պետք է ասել լավը, որովհետև սա մի այլ պայքար չի, որ հատուկ վատ արածները բարձրաձայնենք ու մեկնաբանենք։ Ինչևէ, այսօր շատ կարևոր բանի մասին ենք խոսելու, որը կարծում եմ այսօր սոցիալական ցանցերում մեծ կշիռ ունի, դա հայհոյանքներն են, այն բազմոցի տակ պահկված լակոտները, կանայք, ինչու՞ չէ, անդեմ սրիկաները ֆեյք պրոֆիլով, անասունի պրոֆիլով, ոչխարի, չագուջի, չգիտեմ, տարբեր տեսակի պրոֆիլներով մարդիկ, որոնք ընդհանրապես գոյություն չունեն, կամ հայհոյանք են տալիս, հետո իրենց էջը փակում եւ կորում։ Այս ամենը կարծում եմ հարիր չի մեր ժողովրդին, ընդհանրապես մարդ արարածին հարիր չի, որովհետեւ հայհոյանքը դա խուլիգանություն է։ Մենք եթե նայում ենք քրեական օրենսգրքի 297 հոդվածը խուլիգանության մասին, ապա ես ուզում եմ այսպեսի մի բան ասեմ, որ եթե փողոցում կատարվում է խուլիգանություն, հայհոյանք է տրվում եւ այլն, դա կարող է լսի 5, 10, 50, 100 հոգի մարդ առավելագույնը։ Երբ որ դա համացանցում է լինում, մանավանդ մեծ աուդիտորիա ունեցող օգտատերերի գրառումների տակ, դրա մասին տեղեկանում են շատ ու շատ մարդիկ։ Այսինքն սա, եթե նա խուլիգանություն է, սա խուլիգանություն XXL է։ Սա խուլիգանություն է, կոնկրետ, որովհետև մարդուն հայհոյանքներ տալ, արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ գրել եւ սեռական բնույթի հայհոյանքներ տալը, որոնք տրվում են ըստ էության հիվանդ մարդկանց կողմից, որովհետև առողջ մարդը կարողանում է իր խոսքը իրացնի տարբեր բառերով, բայց ոչ հայհոյանք տալով։ Բացի դրանից այս Facebook-յան հայհոյանքները սրանք հղի են մեկ այլ հանցագործություններով, ինչու ոչ ընդհանուր մարդասպանություն։ Մենք բոլորս կարող ունենանք ամուսին, տղա եւ եւ այս կերպարների գրածները, սրանք գրող փախնողներն են, էլի։ Գրածները կարդալուց հետո բնականաբար մարդիկ կարող են իրենց մոր, իրենց քրոջ, իրենց աղջկա պատվի համար, այդ կեղտոտ բառերի համար որոշակի ստահակների, չեմ ասում սպանել, սատկացնել, որի հետևանքով իրենք են հայտնվելու ճաղերի հետևում։ Եվ երրորդ ամենակարևոր բանը, որ ես ուզում եմ, որ դուք միշտ հասկանաք, որ միգուցե իմ բարձրաձայնած քրեական վարույթներ կամ բողոքները երկար ժամանակ է տևում, եւ մարդիկ մտածում են, որ տենց ուղղակի խոսում եմ, չէ։ Ես այն մարդկանցից եմ, ընդհանրապես մեր կազմակերպությունը մենք խոչընդոտները չենք տեսնում, մենք տեսնում ենք նպատակը։ Կարող է մի մանր հարցով 2-3 տարի տևի այդ աշխատանքը, բայց այդ աշխատանքը արվում է եւ բնականաբար ես 14 թվից է մեր կազմակերպությունը գործում, դեռևս պարտված գործ չունենք։ Մի երկու հատ որոշումներ կա չվերացված, որոնք վերանալու են շատ պաշտոնատար անձանց հետ միասին, ասենք, այն անձանց, ովքեր չեն վերացրել այդ որոշումները, ելնելով իրենց կոռուպցիոն հետաքրքրասիրություններից կամ սեռական հետաքրքրասիրություններից ու նախասիրություններից չեմ կարող ասել։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ մենք օրեր առաջ հաղթանակի ենք հասել, այս սուբյեկտը, այս մի հատ նայեք էլի, ասեմ ով է, մի հատ կարդամ, Woman Դավիթ Կարապետյան, որը բնականաբար ոչ միտեղ չի աշխատում, միջնակարգ կրթություն ունի։ Ես երբեք կրթությանը չեմ անդրադառնում, բայց գտնում եմ, որ ընդհանրապես գիտեք, գիրք կարդալը կամ ընտրություն կամ կրթություն ունենալը բավականին կարևոր է, սա այս Դավիթ Սերգեյ Կարապետյանը գրանցված է Երևան քաղաքում, Տարոնցու փողոցում, բայց ապրում է Արարատի մարզում, այսինքն 83 թվի ծնունդ է սա, ափսոսում եմ իհարկե, թե մայրը ինչի համար է ցավ քաշել նման կին հայհոյող ու փախնող կերպար բերելու, բայց ինքը էլ փախնելու տեղ չունի, որովհետև մենք շուտով դատարանում կհանդիպենք եւ Դավիթ Կարապետյանը չեմ կարող դնել իր գրածները, բայց հավատացեք, եթե մեկնում եք հետաքրքրված կլինի Messenger-ով կարող եմ ուղարկել, որովհետև այլասերված, պիղծ, անդաստիրակ, ես չեմ պատկերացնում ընտանիքի երևի դաստիարակությունն էլ չէ, ծնունդ ինչ որ մեկն է, որ երևի սա իրենց ընտանեկան բառապաշարն է, այսինքն հայրը մոր հետ է նման ծեր խոսում,
իրենց թաղի տղաների երևի իր քրոջ հետ կամ կնոջ հետ, չգիտեմ, սա ոչ ճանաչել եմ, ոչ իման։ Մի փոքր ես ասեմ նաև վատ նորություն է ստահակների համար, ովքեր որ հիմա թե Արցախի վերաբերյալ, թե կալանավորված տղայի, թե ցանկացած նյութի վերաբերյալ, երբ որ իրենք համամիտ չեն եւ իրենց են կներեք դուխը չի ներում, որ իրանք ինչ որ բան անեն, սկսում են գրել հայհոյանքներ։ Ուրեմն Դավիթ Կարապետյանի օրինակով կարող է տևի մի տարի, կարող է տևի 2 տարի, այս դեպքում մոտարապես այդքան տևեց, բայց դուք բոլորը դատվելու եք, այն բոլորը, որոնք հակակոռուպցիոն բլոգում, իմ էջում եւ կազմակերպության էջերում գրում են հայհոյանքներ, վստահ եղեք, այս սրա ճակատագրին եք արժանանալու, սրա, վստահ եղեք, կին կլնեք, մանավանդ ամոթ այբ որ կանայք 50+, 60+, երև իրանց չիրացրած սեռական ցանկությունները իրացնում են Facebook-ի էջերում եւ ամենացավալին է նա որ մեծ մասը անդեմ յոնջայի դեմքով, չգիտեմ, ընդ ծաղիկի դեմքով, ծաղիկովի դեմքով, ծաղիկովի թրքի դեմքով այսպես մի հատ կերպարներ եք, եթե բան ունեք ասելու, մեր կազմակերպության հեռախոսահամարը 010 57 85 51-ը, եթե այդքան դուխ ունեք կամ մարմնի ներքին հետնամաս ունեք խնդրեմ զանգահարեք, այդ ամեն ինչը ասեք, եկեք հասկանանք ով եք եւ ինչ եք ուզում, որ չարժանանաք սրա բախտին։ Սա նստելու է, սա դատվելու է, եւ ես խոսք եմ տալիս Դավիթ Կարապետյան։ Այդ անունը շատ ափսոս է, Դավիթ անունը, որ քեզ են կնքել այդ անունով, դու բոլոր քո այդ ցանկությունները, որ արտահայտել ես այս էջում, այդ սեռական շեղվածություն ունեցող, հա հատկանիշներով ցանկությունները ես վստահ եմ որ կալանավայրում այս թուղթը ուղարկենք միգուցե քո հետ իրացնեն դու հանգստանաս կամ չգիտեմ ես բառեր չեմ գտնում բայց շատ ուրախ եմ միշտ ես եւ մեր կազմակերպությունը Մարինա Պողոսյանը եւ Վելես իրավապաշտպան կազմակերպությունը հասնում է իր նպատակին կասկածող կա հեռախոսահամարը տվեցի զանգեք կասկածները փարատեմ ես ձեր Հիմա ինչ եմ ուզում ասեմ, իդեպ սա շատ կարևոր բան էր, որ սա կարող է շարունակական լինի բոլորի համար, ես նաև վաղուց Արա Զորաբյան փաստաբանի էջում էի տեսել, որ նույն կերպ լինելով հմուտ փաստաբան, մեկնաբանել էր, որ այո դա խուլիգանություն է, բայց շատ քննիչներ կան, եւ շատ դատախազներ կան, որոնք ունեն քառակուսի մտածելակերպ եւ գտնում են, որ այդ ինչ խուլիգանություն է, որ կամ կան դատախազներ եւ քննիչներ, որոնք հայհոյանք սիրում են, ես կուզենամ ցույց տանք այդ երյակին քննիչների, քննիչ եւ դատախազ, ես հիմա ասեմ դրանց ազգանունները, ճանաչեք, սրանք այդ Դավիթ Կարապետյանի ֆան կլուբի ֆանատներից են, որ sense բաներով հետևից գնում են, որովհետև սա լինելով տիկին, այս կամ օրիորդ, չգիտեմ, այս Մակարյան Վարդանուշը, Դավիթ Կարապետյանի սեռական չէ, սեռապիղծ հայհոյանքները կարդալուց հետո որոշեց քրեական վարույթ չնախաձեռնել, այսինքն ես չեմ ասում, ինքն է ասում, պարոն Պողոսյան, դուք ունեք քննիչ, կին, որը սեռական բնույթի հայհոյանքները օրինականացրել է, լեգիտիմացրել է։ Ես կարծում եմ, որ ոնց որ Սիրեկանյանը շատ երկար խոսալուց հետո դիմում գրեց, մեզ մոտ ընդունված աշխատանքից հեռացնելը դիմում գրելով, մի դիմում էր սա պետքա գրի, որովհետև կին քննիչ, որը այն ամենավերջի հայհոյանքները, որոնք մարդ նողկում է կարդալուց, ասի, որ լավ է արել, Մայրանուշ ջան, չէ, Վարդանուշ ջան, խնդրեմ, ես կուղարկեմ ձեր տուն, իդեպ ես արել եմ դա, որոշ քննիչների ու դատախազների, որոնք այս գործով մասնակից են եղել, նոր տարվա բացիկներ էին ուղարկել, գրել, որ Դավիթ Կարապետյանի կողմից է շնորհավորանքը, այո, դա այդպես է, որովհետև երկրում իրավապաշտպանն ես, քննիչ ես, դատախազ ես, բանվոր ես, կտվորու ես, ասֆալտ ես փռում, բոլոր մարդիկ իրար հավասար են։ Եթե Մարինա Պողոսյանի համար ինչ էր Մայրանուշը, Վարդանուշը, հա, Ռոզեչկան գտնում է, որ այս հայհոյանքները տեղին է, ուրեմն առավել տեղին է իր համար, իր մոր համար, իր կողակցի մոր համար եւ այլոց համար, ստեղ հայհոյանք չկա։ Եթե իմ համար լավ է, որ ինձ տենց քրվեն, տասնապատիկը ստանաս,
Վարդանուշ։ Մյուսը Արամ Էրնեստի Արամյանն է, որ ես միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվել, բայց վերջինս էլ կնիկ խփեց, ասեց այո, դա հայհոյա, դա խուլիգանություն չի, դա լավ է։ Դե եթե լավ է, պարոն Արամյան, ինչ ասեմ, այս ամբողջը ես տպեմ ուղարկեմ ձեր տուն, մարդիկ ընդհանրապես երեկոյան աղոթում են, առավոտյան աղոթում են, ընտանիքով աղոթքի տեղը սա կկարդաք։ Եթե գտնում եք, որ ինձ նման բառերով վիրավորելը լավ էր։ Եվ երրորդ հայհոյանքի սիրահարը Ղարիբյան Հայկուհին է, սա կենտրոնի դատախազներից էր, ով որ օրինականացրեց այս սուբյեկտի արձանագրությունը, որ ինչ ա եղել, ինչ խուլիգանություն, ինչ բան, նորմատիվ լեքսիկա է։ Հայկուի Ղարիբյան, այդ նորմատիվ լեքսիկան նվիրում եմ ձեզ, եթե ոմանք պետք է աղոթեն դրանով, դուք կարող եք ձեր գիշերային երազներում այդ գործողությունները տեսնել եւ գերագույն հաճույք ստանալ, իդեպ Դավիթ Կարապետյանի կողմից, ոչ թե իմ։ Շատ լավ գիտեք, թե դուք ինչ եք արել։ Հիմա անցնենք, սրանց ավարտեցինք, անցնում ենք այն զլոյ ի դոբրի մասին, անցնում ենք բարի մասին, այսինքն այս Դավիթ Կարապետյանի վերաբերյալ քրեական վարույթը նախաձեռնվել էր 24 թվականին, հետագայում այս քրեական վարույթով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին արձանագրություն ա կազմվել Արարատի մարզում, դուք շատ լավ գիտեք, ես Արարատի մարզի նամանավանդ Վեդի քնչականի վերաբերյալ սերիալ ունենք հանած, այն Բագատի тоже плачут из-за ура, այտենց մի հատ չգիտեմ բրազիլական սերիալ ունենք հանած, բայց եթե այս պետքա ճիշտն էլ ասել, եթե մարդիկ լավ են աշխատել, պետք է այս մարդկանց շնորհակալություն հայտնել, մասնավորապես քննիչն է Արտակ Ավագյան, խնդրեմ Արտակ Ավագյան, քննիչն է, որին իրականում շնորհակալ եմ, որպես մարդ, եւ որպես քննիչ, եւ որպես հայ տղամարդ, այս մարդը հասկացավ եւ ճիշտ գնահատական տվեց եւ ամենակարևորը շարժվեց լինելով քննիչ քրեական օրենսգրքի պահանջներով, բայց ելի եմ ասում, մենակ քննիչ լինելը շատ քիչ է, նրանք էլ էին քննիչ քնչուհիներ, ինչ էր Վարդանուշ էր, Մայրանուշ էր, չեմ հիշում անունը, դրանք էլ էին քննիչ քնչուհիներ, շատ կարևոր է լինել մարդ, ունենալ որոշակի արժեհամակարգ բարոյական եւ այդ բարոյական արժեհամակարգով արձանագրություններ եւ որոշումներ կայացնել եւ ի զարմանս ինձ եւ ի ուրախությունս ինձ հսկող դատախազը այդ գործով եղել է Արարատի մարզի դատախազ Կարապետ Սմբատյանը, ում եւս շնորհակալություն ենք հայտնում, որտեվ սա շատ կարեւոր է մեր հանրության համար, որ նամանավանդ այս վերջի օրերին իրենց գիտեք անկարողությունից, անգործությունից, տգիտությունից, անգրագիտությունից եւ դաստիարակության պակասից, ինչպես նաեւ իրենց ընտանիքներում ընդունված լեքսիկայից իրանց համար դա նորմատիվ լեքսիկա է, ինչ ասես գրում է, նորից եմ զգուշացնում, տիկիններ, կատվի պրոֆիլով կատուներ, շներ, մանավանդ Լոս Անջելեսում եսիմ որտեղ գամբուրգերի այն երկու հացի մեջ պահկված կատուներ, դուք ով եք, որ դուք նման գնահատականներ եք տալիս եւ նման վիրավորանքներ եք գրում մտածելով, որ հա հերու եք, այդ գամբուրգերն է մեկը կծելու է զիբիլը շպրտի, այսինքն դուք գոյություն չունեցող էակներ եք, այն մարդը, որ ամաչում է իր սեփական դեմքից, ինքը ընդհանրապես մարդ չի, ոչնչություն է։ Այս Դավիթ Կարապետյանն էլ ոստիկանությունը մինչև բնականաբար պարզեց, թե ով էր, ուր է մի հատ դրա դեմքը դիր, այդ սուբյեկտը բավականին երկար ժամանակ տևեց եւ միգուցե եւ գիտեք ինչ այդ ժամանակը ավելի օգտակար բաների վրա կարող ենք օգտագործել թե ես թե կազմակերպությունը, բայց ես գտնում եմ, որ սա շատ կարեւոր է եւ սա մեր կազմակերպության հերթական հաջողությունն է, որտեւ շատ հաջողությունների մասին չենք խոսում, բայց սա կարծում եմ հանրության համար մեծ նշանակություն ունի։ Այս Դավիթ Կարապետյանին շուտով կհանդիպենք դատարանում, կհանդիպենք մեր թիմով, մեր արագ արձագանքման ջոկատով, կհանդիպենք Դավիթ Կարապետյանին, միգուցե իր երազանքները ինչ-որ մի ձևի իրականանա, կամ եթե չիրականանա, համենայնդեպս ես իմ իրավունքը իրացնելու եմ մինչև վերջ։ Որևէ մեկին թույլատրելի չի
որևէ մեկի էջով, նամանավանդ կնոջ էջով գրել կարում եք անեք, բա եկեք այդ ձեր գրածը փորձեք անել։ Վախում եք, չէ՞ որ մի հատ այն ճանճ սատկացնելու սենց բաներ կան։ Այ դրանով կարողա սատկեք, չեք ամաչում դուք հայ տղամարդուն, ընդհանրապես հայ մարդուն, կնոջը հարիրա նման հայոյանքներ գրել, մտնել բազմոցի տակ։ Նորից եմ ասում, եթե որևէ մեկին կհետաքրքրի, դուք գիտեք, որ ես հանրային եմ, ես Messenger-ին միշտ եմ պատասխանում ամեն օր եւ րոպեական, կարող եք կապ հաստատել եւ կարող եմ ձեզ ուղարկել դրա գրածները, կարծում եմ մենակ նողկան կապրեք, իրականում եմ ասում, այն որ հետ տալու չափ նողկան կապրեք, եւ այստեղ ինձ մի բան էլ է հետաքրքիր, սրան ոչ ճանաչում եմ, ոչ իր կրթական մակարդակով, ոչ մի բանով, ինքը մենք չունենք ինչ որ տեղեր, որ զուգահեռներ հատվի, միգուցե եւ մի երկու քաբաբ ուտելու համար ինչ որ մեկը խնդրելա կամ ֆինանսավորելա, կարծում եմ այդ ամեն ինչը դատարանում բնականաբար կպարզվի, թե իրականում ինչ ա եղել եւ ինչի համար է այս երիտասարդը սենց տվայտվել։ Երևի թե այլ բան չունեմ այս պահին ավելացնելու, սպասենք զարգացումներին եւ մաքրենք մեր էջերը եւ հանրությունը նման աղբից։ Ես հայոյանք չեմ ընդունում, սեռական բնույթի հայոյանք առավել եւս չեմ ընդունում, ու բոլորը ովքեր կկատարեն ոտնձգություններ մեր էջում, ես մեր էջի համար եմ պատասխանատու, բացարձակապես տրաֆարետ ունենք copy paste-ով, սեն շխ տպելով բոլորիդ վրա հաղորդում ագենալու։ Իդեպ վերջի բան ասեմ, որ դուք առավել նողկանք զգաք։ Սա այդ կեղտոտ հայոյանքները գրելա տարիներ, հա, երևի չգիտեմ 1-2 տարի առաջ, երբ որ խոսել ենք Արցախում լցակայանի պայթելու եւ զոհերի մասին, այսինքն դուք պատկերացնում եք մարդ ինչ կարգի պետքա սրբություններ չունենա, որ նման եթերի տակ, երբ որ խոսում է մարդկային զոհերի մասին, հա, մեր քույրերի, եղբայրների, մեր հայրենակիցների, սա էս սուբյեկտը մի հատ նայեք էլի տվայտվի։ Ես հուսամ Դավիթ Կարապետյան, քեզ կալանավայրում սանր ու թրաշի պրիբոր կնվիրեն, որը կկարողանաս օգտագործել տարբեր նշանակություններով։ Շնորհակալություն բոլորիդ, լավ եղեք։